Եթերում զինուժն է, մենք ամփոփում ենք շաբաթը, բարև ձեզ։ Առաջարկվող բանակային թեմաների մասին նախամարոտ։ Մրցույթ Հանրապետության ամենամեծ զորավարժարանում զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի կոչման համար մրցույթը։ Հրետանավորների ամենօրյա հագեցած առօրյան դաշտային պայմաններում եւ գործնական դասերով։ Լավ արդյունքներ ատեստավորման քննություններում եւ բարձր աշխատավարձ ծառայության դիմաց զինուժի օբյեկտիվում ատեստավորված զինծառայողներն են։ Եվ 25-օրյա վարժական հավաքները հանրապետությունում շարունակվում են, զինուժը ներկայացնում է մասնակիցներին։ Այս անգամ մեր օբյեկտիվում գիտական ոլորտի ներկայացուցիչ է։ Զինված ուժերում այս շաբաթ անցկացվեց տանկային լավագույն անձնակազմի կոչման համար մրցույթը։ Այս տուգատեսը հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատելու անձնակազմերի կարողությունները, վերհանելու լավագույններին, այլ նաև նոր շնչառություն հաղորդելու զորատեսակին։ Տանկային լավագույն անձնակազմի մրցույթի եզրափակչին մասնակցել են զորամիավորումների լավագույն թիմերը։ Կահավորված երթուղում տանկային ստորաբաժանումները կատարել են առաջադրանքներ, հաղթահարել արգելագոտիներ, պատմում է Ներսես Իվանյանը։ Տանկի անձնակազմները հերթով ու հրամանով գործի են գցում ծանր զրահմեքենաները, հաղթահարում են արգելագոտիներն ու հաստիկային զինատեսակների կիրառմամբ դիպուկ խոցում են թիրախները։ Այս շաբաթ Բաղրամյան զորավարժանում անցկացվեց տանկի լավագույն անձնակազմ մրցույթը։ Ամենամյա մրցույթի նպատակն է ստուգել տանկային անձնակազմների ֆիզիկական, մեքենավարման եւ կրակային պատրաստությունը, վերհանել առաջադրվող խնդիրները, օպերատիվ լուծելու ունակությունը։ Մրցույթի մասնակցում եմ երկրորդ անգամ, առաջինը անցած տարի եմ մասնակցել, առաջին անգամ։ Տպավորությունները շատ մեծ են։ Երկրորդ անգամ մասնակցելուց ավելի հաճույք վերապրեցինք, որովհետև այդ ամեն ինչը ինչ վերապրել ենք անցած տարի առաջի անգամ մասնակցելուց, այս երկրորդ մասնակցության ժամանակ արդեն իդեալական ամեն ինչ ընթանում էր առաջ։ Առջևում բարդ երթուղին է, տարաբնույթ արգելագոտիներն ու հրաձգությունը տարբեր թիրախների ուղղությամբ։ Միջազգային նմանաբնույթ ստուգատեսերի օրինակով կազմակերպված մրցմանը տանկային անձնակազմները պայքարում են լավագույնը ճանաչվելու համար։ Նման մրցույթները շատ են պետք մեր բանակին, որովհետև բարձրացնում են մարտական պատրաստականությունը, անձնակազմը ավելի արագ է վարժվում եւ կարողանում է արագ կրակել, արագ գործել։ Միշտ մասնակցել ենք թե կրակային պարապմունքների, թե մեքենավարման պարապմունքների եւ միշտ բարձր արդյունքներով ցուցաբերված ետ ենք վերադարձել զորամաս եւ այդ ամեն ինչը այսօր ցույց տվեցինք։ Մրցույթին մասնակցում է 6 անձնակազմ։ Մինչև եզրափակիչը նրանք ընտրվել եւ մրցել են տեղակայման վայրերում, ապա բանակային զորամիավորումների շրջանակում։ Հաղթողները իրենց հմտություններն ու ունակություններն են ներկայացնում մրցման համաբանակային փուլը քննող հանձնաժողովին։ Հանձնաժողովը խիստ է ու անաչառ, անձնակազմի գործողություններին հետևում են թե անօթաչուների եւ թե դաշտում տեղակայված տեսախցիկների ու մրցավարների օգնությամբ։ Նման մրցույթները բարձրացնում են մեր զինված ուժերի մարտական պատրաստականության մակարդակը, ավելի բարձր նշաձող ենք սահմանում մենք դրա համար։ Մրցմանը ներգրաված տանկային անձնակազմները մեկը մյուսի հետևից երեքական պտույտ են կատարում երթուղով, հաղթահարում արգելագոտիներն ու հատում վերջնագիծը։ Լավագույն է ճանաչվում այդ ընթացքում նվազագույն տուգանային միավորներ ստացած, կրակային առավելագույն խոցումներ ապահովված անձնակազմը։ Մեծ վստահություն ենք ձեռք բերում ամեն պարապմունքը վարժությունը կատարելիս։ Նման մրցումները պետք է մեր բանակում, որովհետև ամեն մրցման հետ դու ձեռք ես բերում ավելի մեծ փորձ, ասում ես ավելի հմտորեն վարվել տեխնիկայի հետ։ Մեկ տանկում մեկ ընդհանուր խնդրի շուրջ համախմբված զինվորները շեշտում են, մեծ պատրաստակամությամբ են մասնակցում մրցույթին, քաջ գիտակցում են, ցանկացած բաստողում կամ էլ հապաղում կարող է եւ անխուսափելիորեն հանգեցնելու է միավորների կորստի։ Անցած տարվանից ինչ հիմա մենք տրամադրված նախապատրաստել ենք այս ամեն ինչին։ Բոլորս էլ 3 հոգիս էլ մեծ հույսով ու հավատով սպասում ենք, որ կգրավենք առաջին պատվավոր հորիզոնականը եւ այդպես էլ եղավ։ Մրցույթի ընթացքին հետևող քննական հանձնաժողովի անդամներն էլ փաստում են, արդյունքները առավել քան գոհացուցիչ են։ Ուսումնական տարվա ընթացքում իրականացված տեսական եւ հատկապես գործնական դասաժամերը դրական ազդեցություն են ունեցել տանկի անձնակազմերի պատրաստության վրա։ Ակնհայտորեն մենք տեսնում ենք, որ տարեստարի մրցույթների արդյունքները բարելավում են, ինչն էլ վկայում է, որ զինված ուժերի մարտական պատրաստության մակարդակը գնալով բարելավում է։ Հաղթանակի գրավական նրանում է, որ մենք անընդհատ մարզվում ենք եւ մեր աշխատանքը, մեր քրտնաջան աշխատանքը ցույց տվեց իրեն արդյունքը։
Մրցույթի վերջին փուլին հետևում են զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն ու զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետը։ Գեներալ-մայոր Արտուր Երոյանն ու գնդապետ Դավիթ Ալեքսանյանը ծանոթացել են մրցույթի անցկացման եւ գնահատման կարգին, դիտակետից հետևել տանկերի անձնակազմերի գործողություններին։ Մրցափուլի ավարտին հանձնաժողովը հրապարակում է արդյունքները, հաջորդիվ հանդիսավոր պարգևատրումն է։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն ու մարտական պատրաստության վարչության պետը առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրած անձնակազմերին են փոխանցում մրցույթի գավաթները։ Արժեքավոր նվերներ հանձնում առանձին անվանակարգերում հաղթող ճանաչված տանկի հրամանատարին, նշանառու օպերատորին եւ մեխանիկ վարորդին։ Ներսես Իվանյան, Հովանես Գրիգորյան, Հայկ Չիրինգարյան, Զինուշ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն մինչև 40 տարեկան արական սեռի այն քաղաքացիների համար, որոնք ունեն առողջական եւ ֆիզիկական լավ տվյալներ, չունեն չմարված դատվածություն եւ չեն գտնվում քրեական հետապնդման մեջ։ Պայմանագրի կնքման ժամկետն է 1-ից 5 տարի։ Պայմանագրի ողջ ընթացքում քաղաքացին կարող է օգտվել զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների համար օրենքով նախատեսված բոլոր արտոնություններից, անվճար եւ որակյալ բուժ սպասարկում, ծառայության վայրին մոտ վարձակալած բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցում, բարձր աշխատավարձ, ինչպես նաեւ ընթացիկ ատեստավորումների արդյունքում դրա կրկնակի բարձրացում։ Դիմորդներին առաջարկվում է ծառայել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում՝ Սյունիք, Լոռի, Գեղարքունիք եւ քաղաք Երևան, շաբաթական 5 օր, ժամը 9:00-ից 15:30։ Ընդունելության կարգը հետևյալն է. քաղաքացին նախ պետք է անձնագրով եւ զինվորական գրքույկով ներկայանա համապատասխան տարածքային զինվորական կառույց եւ ներկայացնի դիմում։ Այնուհետև անցնի հարցազրույց զորամասում եւ հանձնի քննություն ֆիզիկական պատրաստությունից, մասնավորապես ձգումներ պտտաձողից, վազք 100 մետր եւ 3000 մետր հեռավորություններով։ Հաջորդիվ Պաշտպանության նախարարության զորահավաքային եւ զորակոչային համալրման տարածքային ստորաբաժանում պահանջվող փաստաթղթերի ներկայացման եւ բժշկական հետազոտության փուլն է։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կայքեջ կամ զանգահարել թեժ գծի 128 հեռախոսահամարով։ Հրթիռահրետանային զորքերն իրենց մարզումներն անցկացնում են տարվա բոլոր եղանակային պայմաններում, անկախ ցրտից, տեղումներից եւ բարդություններից։ Սա իհարկե չափազանց կարևոր է պատրաստության մակարդակը մշտապես բարձր պահելու համար։ Մեր գործընկեր Նաիրա Համբարձումյանն այս շաբաթ ներկայացնում է հրետանային զորամասի ժամկետայինների դասերը, գործնական մարզումները։ Զինվորներն են ընդգծել, որ վարպետանալ հնարավոր է միայն մեծ ցանկության ու փորձի շնորհիվ։ Հաշվարկ ուշադրություն։ Մարտի։ Զորամասում օրը սկսվում եւ ավարտվում է հագեցած դասացուցակով, քննություններին հաշված օրեր են մնում։ Տղաներից յուրաքանչյուրի սկզբունքն է գերազանցել սեփական սպասելիքները։ Հրամանատարական կազմն էլ իր հերթին ջանք չի խնայում, որպեսզի զինվորները բարձր արդյունքներով ներկայանան հերթական ստուգատեսին։ Մասնագիտական պատրաստումից պարամունք ենք իրականացնում, հաշվարկների գործողությունը ավտոմեքենայի մոտ գրագային դիրք զբաղեցնելուց եւ գրագային խնդիր իրականացնելուց։ Մարտկոցի հրամանատարը հաշվարկի կազմի պատրաստվածությունից գոհ է, վստահեցնում է, երբ զինվորը գիտակցաբար ու ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում իր ծառայությանը, ժամկետային ծառայության տարիները միմիայն ի օգուտ իրեն են անցնում եւ ի շահ երկրի պաշտպանունակության։ Վերջերս մասնակցել ենք զորավարությունների, Մարտկոցը գրանցել է լավ արդյունքներ, հիմնականում գերազանց կրակոցներ ենք ունեցել։ Ազնագազմը գտնվում է գերազանց վիճակում, պատրաստ ենք մեր խնդիրները իրականացնելու։ Հաշվարկի հրամանատար, նշանառու, հաշվարկի համար եւ իհարկե վարորդ։ Սրանք մասնագիտություններ են, որ տղաները ձեռք են բերում մասնագիտական պատրաստության դասընթացների ընթացքում, կատարելագործում ուսումնական կետերում, հետո արդեն գործի դնում զորավարժարաններում։ Նարեկը հաշվարկի հրամանատարն է։ Միանգամից նկատելի է սիրում է իր զինվորական մասնագիտությունն ու իրեն վստահված տեխնիկան։ Մեծ ոգևորությամբ ներկայացնում նրա մարտավարական հնարավորությունները։ Տեսախցիկի առաջ համառորեն հրաժարվում է խոսել, բայց հպարտությամբ ծանոթացնում է, ինչպես ինքն է կատակ ասում իր երկրորդ կեսի հետ։ BM-21 գրադ կայանքն է նախատեսված կենթանի ուժի, չզրահավորված եւ թույլ զրահավորված թիրախների, հրետանային մարտկոցների ու այլ նշանակետերի խոցման համար։ Զբաղեցնում եմ հաշվարկի համար պաշտոնը,
գերազանց տիրապետում եմ իմ մասնագիտությանը եւ շատ եմ սիրում այս գործը։ Հաշվարկի համարը հիմնական մարտի ժամանակ օգնում է իր հաշվարկին խնդիրներ կատարել գերազանց, ինչպես նաեւ պատասխանատու է արկերի համար։ Հրամանատարին հաշվարկի համարն է լրացնում, իր պարտականություններն է ներկայացնում եւ տեխնիկայի տեխնիկական բնութագրիչներն ըստ մարտավարական հնարավորությունների։ Մեր ծառայողական խնդիրները կատարում են գերազանց, մեզ մեքենայի վարորդն եմ, ու սիրում եմ էլի իմ մեքենան, իմ զենքը։ Ամենից առաջ ունենալ պատասխանատվության բարձր զգացում, ինքնակառավարվելու եւ անհրաժեշտության դեպքում ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն, ֆիզիկա-մաթեմատիկական հնարավորինս լավ գիտելիքներ։ Սրանք հրետանային ստորաբաժանումներում ծառայության մեջ հաջողելու կարևոր նախապայմաններ են։ Մարտկոցի հրամանատարը վստահեցնում է, իր ենթակա անձնակազմը լավագույնն է եւ այս պահին էլ ջանք չեն խնայում, որպեսզի ուսումնական փուլի առաջիկա ամփոփիչ քննություններին կարողանան գերազանց արդյունք գրանցել։ Այսպիսով վերահաստատելով հայրենիքի պաշտպանության գործում իրենց ներդրումն ունենալու պատրաստակամությունն ու պատասխանատվության գիտակցումը։ Նաիրա Համբարձումյան, Արամ Սիմոնյան, Զինուժ։ Զինված ուժերում ատեստավորումը առավել կարևոր գործընթացներից է, որը գնահատում է զինծառայողի մասնագիտական պատրաստվածությունը, ծառայողական կարգապահությունը եւ պատասխանատվության մակարդակը։ Ատեստավորումը խրախուսում է, որ ծառայության յուրաքանչյուր օղակ աշխատի առավել արդյունավետ ամրապնդելով բանակի ընդհանուր պատրաստականությունը։ Լաուրա Մամյանն է պատմում ինժեներական ստորաբաժանումում ծառայող ատեստավորված զինծառայողների մասին, որոնք ստանում են բարձր աշխատավարձ եւ աչալրջորեն կատարում են իրենց խնդիրները։ Ես Գրիգորյան Արսենն եմ, 2008 թվականից պայմանագիր եմ կապել զինված ուժերի հետ եւ ծառայում եմ մինչեւ այսօր։ Պայմանագրային զինծառայող Արսեն Գրիգորյանն արդեն 17 տարի ինժեներական ստորաբաժանումներից մեկի կազմում է։ Արսենը էքսկավատորի վարորդ է, մեծ պատասխանատվությամբ է կատարում իր առջև դրված ամեն խնդիր։ Ասում է ծառայության մեջ անշուշտ կան դժվարություններ, սակայն ամեն ինչ ժամանակավոր է։ Շատ է կարևորում բանակում ընթացող բարեփոխումները, որոնց ազդեցությունը զգացել է նաև իր մասնագիտական կարիերայի վրա։ Արսենն արդեն 2 տարի է, ինչ ատեստավորվել է։ Սկզբում աշխատավարձից եղել է 124,000 դրամ, իսկ ատեստավորում արդյունքից հետո դրան գումարված մոտոժամի գումարը ընդհանուր դարձել է 500,000 դրամ։ Ատեստավորման գործընթացը լավ գործընթաց է, որովհետև ազդում է եւ խրախուսում է ծառայության վրա եւ բարելավում է սոցիալական պայմանները։ Ձմռանն ընդառաջ ստորաբաժանումն իրականացնում է տեխնիկայի վերազինման սպասարկման աշխատանքները։ Արսեն Գրիգորյանի խոսքով նախապատրաստական աշխատանքները նրա համար են, որ ծառայության կազմակերպման ընթացքում որևէ թերացում չլինի։ Սպասարկումները լինում են սեզոնային եւ ամենօրյա, հիմա սեզոնային սպասարկում է եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլոր տեխնիկաները լինեն սարքին վիճակում։ Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը եւ աշխատում ենք հողային աշխատանքներում փորել, մեքենա բարձել, ինչ որ ինժեներական պահանջվում։ Ծառայությունը առաջին հերթին ապահովում է իմ ընտանիքի անվտանգությունը, հայրենիքի անվտանգությունը եւ ինձ լավ եմ զգում ծառայելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերին։ Ծառայում եմ բանակում նրա համար, որ հայրենիքս պաշտպանեմ եւ ընտանիքս եւ մեր
սահմանները։ Ավետիքը նույնպես ատեստավորվել է քննությունների, նախապատրաստվելիս բարելավել է մասնագիտական հմտությունները եւ ֆիզիկական պատրաստվածությունը։ Բարձրացել է աշխատավարձս եւ շատ եմ ուզում բոլոր զինծառայողները ատեստավորվեն, ստանան բարձր գնահատականներ։ Ստորաբաժանման ինժեներական ծառայության պետ մայոր Սասուն Կարապետյանը, որը հավասարապես ներգրաված է ընթացող սեզոնային աշխատանքներին, նույնպես բարձր է գնահատում ատեստավորման գործընթացը, ընդգծում, որ այն մոտիվացնում է եւ բարձրացնում գրավչությունը զինվորական ծառայության հանդեպ։ Ատեստավորվել եմ, որի արդյունքում զգալիորեն բարձրացել է իմ աշխատավարձը, մոտավորապես 760,000 դրամ, որի արդյունքում իմ ընտանիքի սոցիալական վիճակը բարելավել է։ Ունենք ատեստավորված անձնակազմ մոտ 7 հոգի, բայց 26 թվականի առաջի եռամսյակում էլի անձնակազմից զինծառայողներ կան, ովքեր որ պատրաստվում են ատեստավորում հանձ։ Ատեստավորման արդյունքում զինծառայողները էլ ավելի են բարելավում իրենց եւ բարձրացնում իրենց մասնագիտական կրթությունը, թե ֆիզիկապես, թե գրական եւ թե մասնագիտական առարկաներում։ Մայոր Կարապետյանի խոսքով ստորաբաժանումը ծառայությունն իրականացնում է հաստատված գրաֆիկի համաձայն, իսկ անձնակազմը անում է առավելագույնը, որպեսզի ծառայությունը անցնի կազմակերպված եւ առանց բացթողումների։ Շարունակելու ենք մեր ծառայությունը զինված ուժերում, որպեսզի մեր առջև դրված բոլոր խնդիրները կարողանան կատարել պատվով եւ մեր ստորաբաժանումը պատրաստ լինի մեր առջև դրված խնդիրը բարեխիղճորեն կատարել։ Այսպիսով զինուժի եւս մեկ ստորաբաժանման մի մասն արդեն ատեստավորվել է եւ ստանում է բարձր դրամական բավարարում, որպես արժանի փոխհատուցում իրենց տարիների ծառայության եւ նվիրական աշխատանքի։ Լաուրա Մամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։ Զորակոչվել ես բանակ ու մտածում ես ինչպես է անցնելու կյանքիդ նոր շրջափուլը։ Հնարավոր է արդյոք ծառայել Հայաստանի Հանրապետությանը ու միաժամանակ բարձր աշխատավարձ ստանալ։ Ծառայելուն զուգահեռ բարձրագույն քաղաքացիական կրթությամբ զբաղվել։ Հաճախակի լինել տանը, ընտանիքիդ կողքին, զորացրվելիս էլ տուն վերադառնալ 5 միլիոն դրամ պատվովճարով։ Այո, այդ հնարավորությունը քեզ տալիս է Պաշտպան հայրենիաց ծրագիրը։ Սա ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու բացառիկ հնարավորություն է յուրաքանչյուր նորակոչիկի համար։ Ցանկություն հայտնիր պայմանագիր կնքել 5 տարի ժամկետով եւ կծառայես բնակությանդ վայրին մոտ զորամասում, կստանաս բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, իսկ ատեստավորման արդյունքում նաեւ աշխատավարձդ բազմապատկելու հնարավորություն։ Եվ սա դեռ ամենը չէ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին կստանաս ուշադրություն 5 միլիոն դրամ պատվովճար։ Գումարն էլ կտնօրինես ինչպես ուզում ես։ Հետաքրքրեց, ուրեմն կատարիր քո ճիշտ ընտրությունը հենց հիմա։ Զինուժը պարբերաբար ներկայացնում է վարժական հավաքների մասնակիցներին, որոնք քաղաքացիական կյանքից, աշխատանքից մեկնում են կարճատև զինվորական ուսումնառության։ Այս անգամ ներկայացնում ենք Սահակ Գալոյանին, որը գիտական գործունեություն է ծավալում ու մեծապես կարևորում է մասնակցությունը հավաքներին։ 25 օրերը օգնում են վերհիշել բանակային 2 տարին եւ լինել բանիմաց, գրագետ ու պատրաստված պահեստազորային։ Սահակ Գալոյանը Կոմիտասի Թանգարան ինստիտուտի գիտաշխատողներից է, 5 լեզվի տիրապետող երիտասարդն այստեղ հինձեռագրերի թարգմանությամբ է զբաղվում, մեքենագրում, վերցանում նոր բացված արխիվներն ու համեմատում արդեն հրապարակված տեղեկությունների հետ։ Գիտական գործունեությանը զուգահեռ Սահակը շարունակում է ուսումն ու էլ ավելի հարստացնում գիտելիքները։ Միաժամանակ Երևանի պետական եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող է։ Նոր է աշխատանքի առաջարկը ստացել, երբ զինկոմիսարիատից ստացած ծանոթությունը վարժական հավաքներին մեկնելու եւ նույնքան կարեւորելով զինվորական մասնագիտությունս, որքան քաղաքացիական, որոշեցի մեկնել թարմացնելու, վերհիշելու զինվորական գիտելիքներս։ 44-օրյա պատերազմի ժամանակ Սահակը ժամկետային զինծառայող էր, օրինակելի վարքի, իրեն առաջադրված խնդիրների գերազանց կատարման համար պատերազմի ընթացքում վաստակել է լեյտենանտի կոչում, եղել է տանկային դասակի հրամանատար, ապա պաշտի հրամանատարի տեղակալ, իսկ ծառայությունն ավարտելուց հետո արձակվել է պահեստազոր։ Քաղաքացիական մասնագիտությունից բացի Սահակը միշտ կարևորել է զինվորականի գործը եւ պատահական չէ, որ օրերս մասնակցել է 25-օրյա վարժական հավաքին։
Թեև 5 տարի առաջ եմ ավարտել ծառայությունս, բայց այստեղ գտնվելով հասկանում ես, որ զինվորական ծառայություններին ենթադրում է մշտական պատրաստվածություն, տեսական գործնական գիտելիքներ ու տարիքի հետ զուգահեռ մեծ տարիքում որքան որ գալիս ես, ավելի շատ ես լրջությունը հասկանում ու ընկալունակությունը ավելի բարձր մակարդակի վրա է։ Մինչև բանակային դիրք բարձրանալն ու հերթապահություն իրականացնելը Սահակն ու վարժական հավաքի մյուս մասնակիցները բացազատված ուսումնական կետերում նախանցել են զինվորական նախնական պատրաստություն, յուրացրել են անվտանգության կանոնները։ Մինչև բանակային դիրք բարձրանալը համապատասխան վերապատրաստում ենք ստացել համապատասխան մասնագետների կողմից, թե տեսական, թե գործնական, եւ անձնակազմի տրամադրվածությունը, պատրաստվածությունը գտնվում է բավարար մակարդակում, նաև գիտակցության մակարդակն ավելի բարձր, թե ինչի համար ենք ստեղ, ինչ ենք անում ու ինչ պիտի անենք։ 25-օրյա վարժական հավաքները լավ հնարավորություն են վերհիշելու ժամկետային ծառայության ընթացքում ստացած գիտելիքները, ասում է Սահակ Գալոյանն ու վստահեցնում, եթե նորից ծանուցում ստանա, նույն պատրաստակամությամբ կրկին կմասնակցի վարժական հավաքին։ 25-օրյա վարժական հավաքները թույլ են տալիս ժամանակին ծառայած որոշակի մասնագիտությունների տիրապետող զինծառայողներին բարելավել, վերհիշել իրենց գիտելիքները, նոր հավաքներ լինելու դեպքում պիտի գան մասնակցեն, որպեսզի իր ազդեցությունս եւ մարտական պատրաստվածությունս լինի համապատասխան մակարդակի։ Սահակը վստահեցնում է, այստեղ ամեն բան կազմակերպվում է հավուր պատշաճի, իսկ տրամադրվող սնունդն ու կենսական պայմանները հավաքի մասնակիցներին թույլ են տալիս կենտրոնանալ միայն հերթապահության եւ նոր հմտություններ ձեռք բերելու վրա։ Ազատ ժամերին Սահակը նաեւ մարզվում է, հենց բանակային դիրքում։ Վերհիշեցի, ավելացրեցի ու լայնեցի իմ տեսական եւ գործնական զինվորական գիտելիքները եւ ավելի ինքնավստահ ես զգում, երբ գիտես, որ թե զինվորական գործի մեջ, թե քաղաքացիական մասնագիտության մեջ պատրաստ ես, ունես բավարար գիտելիքները արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար։ 25 օր անց Սահակն աշխատավայրում են նորից հնամաշ թղթեր, գրքեր ու թարգմանություններ։ Սիրելի աշխատավայրում ամեն բան նույնն է, փոխվել է միայն մեկ բան։ Հիմա պահեստազորի լեյտենանտն ավելի ինքնավստահ է ու հանգիստ, հայրենիքի հանդեպ պարտքը տվել է։ Տաթևիկ Աբրահամյան, Հայկ Չիլինգարյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Ուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ, չեմ հարմարվում։ Երկու ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվում եմ, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դյա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի, փողը շատ, գործն էլ նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի երկու առաջարկ արել են, բայց չեմ հարմարվում, երկու շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Կառավարությունը ուշադրվել է Հայաստանի Հանրապետության համապարփակ եւ ընդլայնված մրցակցության։ Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Նիստի ընթացքում գործադիր օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ուշադրություն, գրոհի առաջ։ Պարոն գնդապետ, որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է Պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։
Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայության։ Գումարտակ, Ավսար, զգաս, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ Եթերում զինուժներ շաբաթվա առանցքային իրադարձություններով, հետևեք մեզ նաև վիրտուալ տիրույթում բանակային նորություններին ծանոթանալով առցանց։ Մեր հաջորդ հանդիպումը զինվորական կարգապահությամբ ուղիղ մեկ շաբաթ անց է նույն տեղում նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ։